Այս սղոցով է 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցին փորձել սպանել Արմանին։ Դժվար է պատերազմում որդի կորցրած մոր համար տեսնելը, ինչպես են Հայաստանի իշխանություններն առանց ամոթի մեր երկրում առոք-փառոք հյուրընկալում ադրբեջանցի պաշտոնյաների։ Մեր հողի վրա անկաշկանդ քայլում են ադրբեջանցիները, երբ Բաքվի բանտերում հալածվում են Արմանի մարտական ընկերները։ Չեմ ներում, որ այսօր այդ կործանարար, այդ կործանիչ իշխանությունը կա, մեր տղաները չկան։ Դեռ պատերազմի օրերին Արմանը ճանաչել էր իր ամենամեծ թշնամուն, ասում է մայրը։ Ասեց, մամ, չվախենաս, ամեն ինչ լավ է լինելու։ Մենակ մի բան լավ իմացի, Փաշինյանը հողերը հանձնել է, իմ նման լիք տղաների կյանքն էլ հետ է։ Ռազմադաշտից Արմանը հաճախ էր Ելիզավետային հեռախոսով նամակներ գրում։ Մի անգամ մայրը հավաքել է իր ամբողջ ուժերն ու որդուն խորհուրդ տվել, որ ամեն ինչ անի, բայց երբեք գերի չընկնի։ Մի SMS ստացա։ Մի հաղորդագրություն, որը այդ պահին ինձ խելագարության հասցրեց։ Ման ջան, հիշի ինձ հետ ինչ է լինի, գլուխդ բարձր ես քայլելու։ Պոստերը ցրիվ են տվել, գալիս եմ մեր վրա։ Մենակ հիշի, ես ձեզ շատ եմ սիրում, ինչ արել եմ կներեք։ Սաղ մնամ զանգ կտա։ Ասի, Արման ջան, խնդրում եմ ինչ անում ես Սարա, մենակ գերի չընկնես։ Ես պատերազմ եմ գնում, որ որդիս պատերազմ չտեսնի, ասել էր 23-ամյա Արմանը կնոջը վերջին անգամ հրաժեշտ տալու ժամանակ։ Ամենաշատը որդուն ու մորն էր կարոտելիս եղել։ Պատմում է Արմանի հետ ռազմադաշտում լուսաբացներ դիմավորած մարտիկը։ Իր երեխուն էր ամենաշատը կարոտում ու իր մամային։ Արմանի նման դուխով տղա չկար իրականում, լավ տղա, այն որ ընկերասեր, պոստերում, սաղի հետ հաց էր կիսում։ Ռազմադաշտից տասնյակ վիրավոր զինվորների է հանել Արման Օհանջանյանը, պատմում է նրա մարտական ընկերն ու հիշում իրենց վերջին խոսակցությունը Արմանի զոհվելուց առաջ։ Նստավ ավտոն ու ասեց մարտիկ կներես, այդ ես եմ գնում, ասի չէ Արման ջան, ոնց կարաս դու գնաս, ասի դու երեխա ունես, ընիկ ունես, բայց չասում ես սերունդ տվել եմ, դու մնա որ դու սերունդ տաս, ուտ է ցավոք էլ Արմանը չկարացանք փրկեինք ու դիակի ճանաչելու համար ինձ կանչեցին, ահավոր վիճակ էր մոտս, դաժե զենք այսպես դողցնելով չէի կարող բռնել, որովհետև իմ ընկերները իմ աչքի դեմը զոհվում էին ու ես չէի կարող ոչ մի բան անել։ Չի հասցրել վիրավոր տղաներին փրկել, թշնամին կրակել է նրանց մեքենային, վերջինը Ելիզավետային է զանգել Արմանը։ Պատմել, որ ինքը իրենց մեքենայից մի քանի մետր հեռու ընկած է վիրավոր, Արմանը մորից օգնություն է խնդրել։ 11-ին 4 պակաս զանգելա ու ասելա վիզս, կողերս, ուսս, վիզս, կողերս։ Ես չգիտեմ դրանից հետո ինքը ոնց է մինչև 5-6 ապրել։ Ես իրան ասացի ուժերը թավակին բալը դու ուժեղ ես, ես գիտեմ, եսա հասնում են քեզ։ Ու այդ պահի մի հատ նենց կմփոց եմ լսել։ Աչքիս առաջ ոնց որ հողը բարձրանա ու իջնի, ես չգիտեմ, միգուցե իմ երևակայությունը ուժեղ էր վառա, բայց ես այդպիսի պատկեր տեսա ու անկախ ինձանից անջատեցի, բայց իմ տղան սաղ էր։ Իմ տղեն, եթե ես դա իմանայի վերջինն էր, այնքան խոսայի միջև վերջի շունչը, խոսայի երեխուս հետ։ Արցախում Տիգրանավանում է հոկտեմբերի 20-ին զոհվել Արման Օհանջանյանը։ Նրա արյունոտ հեռախոսն ու մարտական ձեռնոցը Ելիզավետան խնամքով է պահում Արմանի փառքի անկյունում։ Այս սպիտակ կտորի մեջ փաթաթված հեռախոսում են Արմանի վերջին տեսանյութերը, վերջին խոսքերը։ 6 տարի է անցել, բայց մայրը որդուն դեռ չի ներել։ Ասма չեք ուզում հերոս դառնաք։ Լավ ալնելու սա։ Ինչա դրա չեք։ Հաստատ լավ ալնելու։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։